Լոս Անջելեսի Դոլբի թատրոնում կայացել է հոլիվուդյան կինոյի գլխավոր տոնը և կինոաշխարհի ամենահեղինակավոր ու սպասված իրադարձություններից մեկը՝ Օսկարի ամենամյա մրցանակաբաշխությունը։ Sinners մեղավորները ֆիլմը պատմական ռեկորդ սահմանեց, մրցանակ ստանալով 16 անվանակարգում։ Փոլ Թոմաս Անդերսոնի One Battle After Another մեկ պատերազմ մյուսի հետևից ֆիլմը հաղթեց 13 անվանակարգում։ Երկու ռեժիսորներն էլ իրենց կարիերայում առաջին անգամ արժանացան Օսկարի սցենարական անվանակարգերում։ Sinners-ում խաղացած դերի համար Մայքլ Ջորդանը արժանացավ լավագույն դերասանի մրցանակին, Շոն Փենը արժանացավ երկրորդ պլանի դերասանի, իսկ Էմի Մեդիգանը երկրորդ պլանի դերասանուհու մրցանակին։ Հետաքրքիր է, որ ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Կալիֆոռնիա, Թեքսաս, Քոլորադո, Փենսիլվանիա և Կարոլինա նահանգներում։ Օսկար 2026-ի գլխավոր ձեռքբերումը շատերը համարում են այն փաստը, որ դրա ընթացքում արտակարգ դեպք չգրանցվեց։ Հիշեցնենք, որ այս օրերին շրջանառվում էր թեմա, որ Իրանը կարող է անօդաչուներով հարվածել Լոս Անջելեսին և շատերը մտավախություն ունեին, որ դա կանի հենց Օսկարի ժամանակ։ Նաև այդ մտավախությունը հաշվի առնելով այս տարվա մրցանակաբաշխությունը անցկացվել է անվտանգության աննախադեպ միջոցառումներով։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Նրանք ուզում են համաձայնության գալ, բայց պայմանները դեռ լավը չեն։ Թրամփը հայտարարեց, որ պատերազմը դեռ կշարունակվի։ Անօդաչուների բզոցը ասիմետրիկ պատերազմի խորհրդանիշ, Իրանը մաշում է Վաշինգտոնի և դաշնակիցների ռեսուրսները։ Օդանավակայանների մղձավանջը, աշխատավարձ չստացող գործակալներն ու անվերջանալի թվացող հերթերը։ Բնությունը կատաղել է, ԱՄՆ-ում սպասվում է ձնաբքից մինչև տորնադոյի սպառնալիք։ Իսկ Կալիֆոռնիայում խելագար շոկեր են սպասվում վատ լուր ալերգիկների համար։ Կալիֆոռնիայի մի շարք քաղաքներ չեմպիոն կլինեն փոշոտման շրջանում։ Շրայլ նվեր Դորդաշի տարեց առաքչին, $500,000 կարճ հոլովակի համար։ Արջի հյուրախաղերը Կալիֆոռնիայում շրջայց, որը վատ ավարտ ունեցավ։ Իսկ լողափերին սպասվում է ձկների այցը։ Դաշնային գործակալները Լոս Անջելեսում $300,000 են առգրավել։ Այսքանը թողարկման առաջին հատվածում, հակիրճ այն մասին, թե ինչ է սպասվում թողարկման երկրորդ մասում։ Աշխարհում արտադրվող զենքի 42%-ը Ամերիկան է ապահովում, միայն օդատիեզերական ոլորտի արտադրությունում ներգրավված է ավելի քան 2 միլիոն աշխատակից։ Իսկ եթե ուզում եք իմանալ, թե որոնք են ԱՄՆ ամենահզոր զենքերը և ովքեր են ցանկացած պատերազմից հսկա շահույթներ ստանում, ուրեմն մեր թողարկման երկրորդ հատվածում բաց չթողնեք Մանու Հարությունյանի հավաքած մանրամասները։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին, ես Լենա Կարապետյանն եմ և ինչպես միշտ ձեզ կներկայացնեմ Ամերիկայում տեղի ունեցող ամենակննարկվող, ամենակարևոր ու ամենահետաքրքիր թեմաները, պարզ ու հասկանալի ձևով ձեր ակտիվությունը, լայքերի և կոմենտների միջոցով մեզ համար պարզապես թվեր չէ, դա աջակցություն է, վստահություն և մեծ մոտիվացիա առաջ շարժվելու համար։ Իդեպ, եթե ունեք բիզնես Ամերիկայում և ցանկանում եք ձեր ծառայությունները կամ ապրանքները ներկայացնել հայկական լայն լսարանին, մենք բաց ենք համագործակցության համար։ Glendale News-ը փնտրում է հովանավորների և գործընկերների, ովքեր ցանկանում են աճել մեր համայնքի հետ միասին։ Մանրամասների համար կարող եք կապ հաստատել գրելով մեր Facebook-յան կամ Instagram-յան էջին, իսկ հիմա անցնենք այսօրվա ամենակարևոր թեմաներին։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ չէ Իրանի հետ պատերազմը դադարեցնելու գործարք կնքել, չնայած Իրանի կողմից բանակցելու ցանկությանը։ Նախագահի խոսքով պայմանները դեռ այնքան էլ լավը չեն։ Թրամփը նաև կասկած է հայտնել Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի կենդանի լինելու վերաբերյալ, նշելով, որ դեռ ոչ ոք չի կարողացել նրան ցույց տալ։ Հարցազրույցի ընթացքում Թրամփը անդրադարձել է Խարկ կղզուն հասցված հարվածներին, նշելով, որ դրանք լիովին ավերել են կղզին, սակայն ինքն անձամբ չի թիրախավորել նավթային ենթակառուցվածքները։ Միաժամանակ նախագահը հայտնել է, որ աշխատում է դաշնակից երկրների հետ Հորմուզի նեղուցը անվտանգ դարձնելու և նավթի մատակարարումները վերականգնելու ուղղությամբ։ Անդրադառնալով ԱՄՆ-ում բենզինի գների բարձրացմանը, Թրամփը հայտարարել է, որ ընդհանրապես մտահոգված չէ և համոզված է, որ պատերազմի
ավարտից հետո գները կնվազեն։ Մինչ այդ ԱՄՆ-ն փորձում է գնաճը զսպել ռուսական նավթի հետ կապված սահմանափակումները չեղարկելով։ Սահմանափակումները կվերադարձվեն ճգնաժամից հետո։ Մինչ այդ օրակարգում Հորմուզի բացման հարցն է։ Թրամփը հայտարարել է, որ 7 երկիր պատրաստակամություն են հայտնել օգնելու ԱՄՆ-ին այդ հարցում։ Իրանական անօդաչու թռչող սարքերը դարձել են ժամանակակից պատերազմի ամենաանհավանական գործիքը։ Քուվեյթում, Օմանում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում տեղակայված ռազմական ու նավթային օբյեկտները հարձակման են ենթարկվում բարձունակ, բայց արդյունավետ Շահեդ 136 տեսակի դրոններով։ Այս սարքերը թույլ են տալիս Իրանին սպառել հակառակորդի ռեսուրսները, քանի որ մեկ դրոնը խոցելու համար անհրաժեշտ թանկարժեք հրթիռների արժեքը տասնապատիկ գերազանցում է դրանց գինը։ Դա ասիմետրիկ պատերազմի վերջնական խորհրդանիշն է, նշում են փորձագետները։ Իրանն օգտագործում է այս էժանագին տեխնոլոգիան հարվածելով ռազմաբարական նշանակության օբյեկտներին եւ կաթվածահար անելով տարածաշրջանի տրանսպորտային ու էներգետիկ հանգույցները։ Թեև ԱՄՆ-ն եւ դաշնակիցները խոցում են դրանց մեծ մասը, սակայն նույնիսկ մեկ դրոնի թափանցումը կարող է մահացու լինել։ Իսկ միայն Արաբական Միացյալ Էմիրությունները հայտնել է 1475 արձակված սարքի մասին։ Իրավիճակը շարունակում է մնալ լարված, որոշ երկրներ արդեն օգնություն են խնդրել Ուկրաինայից, որն ունի այս դրոնների դեմ պայքարի տարիների փորձ։ Փորձագետները կասկածում են, որ ԱՄՆ-ն լիովին վերահսկում է իրավիճակը։ Պարզ է մի բան, այս պատերազմը փոխել է ռազմական գործողությունների մասին ավանդական պատկերացումները եւ ստիպում է շատ հարցեր վերլուծել ու գնահատել նոր իրողությունների հաշվարկով։ ԱՄՆ օդանավակայաններում իրավիճակը լարված է, տերմինալներում գոյացել են հսկայական հերթեր, դրանք առաջացել են այն բանից հետո, երբ անվտանգության տրանսպորտային վարչության աշխատակիցները ստիպված եղան անցկացնել առանց լիարժեք աշխատավարձի առաջին շաբաթը։ Անվտանգության նախարարության ֆինանսավորման դադարեցումը ստիպում է հազարավոր աշխատակիցների աշխատել անվճար։ Ուղևորներից շատերը ստիպված են ժամերով սպասել, իսկ օդանավակայանների վարչակազմերը հայտնում են աննախադեպ հոսքերի մասին։ Փետրվարից ի վեր հարյուրավոր աշխատակիցներ լքել են համակարգը, ինչն էլ ավելի է բարդացրել իրավիճակը։ Քաղաքական տարաձայնությունները կապված ներգաղթի վերահսկողության բարեփոխումների հետ սրել են պետական ֆինանսավորման ճգնաժամը, ինչի արդյունքում տուժում են ճամփորդողները եւ շարքային աշխատողները։ Աշխատակիցների համար իրավիճակը կրիտիկական է, շատերը կանգնած են տնից վտարվելու կամ ֆինանսական կոլապսի առաջ։ Դրանցից շատերը դեռ չեն հասցրել ուշքի գալ նախորդ տարվա երկարատև շաթդաունից։ ԱՄՆ-ի տարածքով անցնող եղանակային անկանխատեսելի եւ ծայրահեղ երևույթները լուրջ վնասներ են պատճառել։ Միդվեսթի հյուսիսում ծանր ձնաբուքերն անանցանելի են դարձրել ճանապարհները։ Իշխանությունները բնակիչներին հորդորել են մնալ տանը։ Մինեսոտայի եւ Վիսկոնսինի որոշ հատվածներում ձյան շերտը գերազանցել է 30 սանտիմետր։ Հարյուրավոր չվերթներ չեղարկվել են, կաթվածահար անելով օդային հաղորդակցությունը։ Մինեապոլիսի եւ Դեթրոյթի օդանավակայաններում եղանակի տհաճ անակնկալները կշարունակեն ազդել Միացյալ Նահանգների արևելյան հատվածի վրա։ Միևնույն ժամանակ Նեբրասկայում ուժգին քամիները նպաստել են հրդեհների տարածմանը, որոնք արդեն իսկ այրել են հարյուրավոր քառակուսի մղոն խոտածածկ տարածքներ։ Նեբրասկայի նահանգապետը բնակիչներին կոչ է արել խստորեն հետևել տարհանման հրամաններին։ Կալիֆորնիայում ձմեռային տապը հասել է իր գագաթնակետին, նահանգի բազմաթիվ քաղաքներում գրանցվել են ջերմաստիճանի պատմական ռեկորդներ։ Օքսնարդում օդի ջերմաստիճանը հասել է 34.4 աստիճանի ըստ Ցելսիուսի, Քամարիլոյում 33.9, իսկ Լոնգ Բիչում 33.3 աստիճանի։ Ազգային օդանավական ծառայությունը հաստատել է, որ այս ցուցանիշները գերազանցում են նախորդ տարիների առավելագույն նշաձողերը, Կալիֆորնիայի տարածքում ստեղծելով անսովոր շոգ եղանակային պայմաններ։ Շոքի մասին նախազգուշացումները ուժի մեջ են Լոս Անջելեսի, Ռիվերսայդի, Սան Բերնարդինոյի, Օրինջի եւ Վենտուրա շրջանի համար, որտեղ ջերմաստիճանը կարող է հասնել նույնիսկ 37.8 աստիճանի։ Մասնագետները հորդորում են բնակիչներին փոխել իրենց պլանները եւ խուսափել բացօթյա ակտիվությունից օրվա ամենաշոգ ժամերին։ Իրավիճակը բարդացնում է նաեւ տաք գիշերները, որոնք թույլ չեն տալիս քաղաքներին զովանալ մայրամուտից հետո, ստեղծելով անհարմար պայմաններ բնակիչների համար։ Սպասվում է, որ
որ իրավիճակը միայն վատթարանալու է, քանի որ տարածաշրջանում ձևավորվում է բարձր ճնշման հզոր գոտի։ Օդերևութաբանների գնահատմամբ շաբաթը կբերի մեծ երկարատև եւ վտանգավոր շոկի ալիքի զարգացում, որը հավանաբար կլինի մարտ ամսվա ամենաուժգին իրադարձություններից մեկը։ Իշխանությունները չեն բացառում ավելի խիստ նախազգուշացումների հրապարակումը կախված իրավիճակի զարգացումից։ Գարնանգալուստը շատերի համար ուրախալի է, սակայն ալերգիկների համար սկսվում է ծանր շրջան։ Ամերիկյան ասթմայի և ալերգիայի հիմնադրամի նոր զեկույցի համաձայն կլիմայական փոփոխությունները հանգեցրել են նրան, որ փոշոտման եղանակներն ավելի երկար և ուժգին են դարձել։ Կազմակերպությունը ուսումնասիրել է ԱՄՆ-ում 100 խոշորագույն քաղաքները, պարզելու թե որտեղ է ամենադժվարը ապրել ծաղկափոշու ալերգիա ունեցող մարդկանց համար։ Կալիֆորնիան ցավոք հայտնվել է անբարենպաստ դիրքում։ Ցուցակի լավագույն 20-յակում են հայտնվել երկու խոշոր քաղաք՝ Սան Դիեգոն զբաղեցնելով երկրորդ տեղը, իսկ Սան Ֆրանցիսկոն 11-րդը։ Այս քաղաքներում ծառերի, խոտերի և մոլախոտերի փոշոտման բարձր ցուցանիշները, ինչպես նաև դեղորայքի պահանջարկը դրանք դարձրել են ալերգիկների համար իրական մարտահրավեր։ Հիմնադրամը խորհուրդ է տալիս ալերգիաները վերահսկելու համար նախապես սկսել դեղորայքի ընդունումը և նվազեցնել ծաղկափոշու ազդեցությունը, օրինակ խորհուրդ է տրվում օրական հետևել փոշոտման կանխատեսումներին, քթի խոռոչը լվանալ աղային լուծույթով և քնելուց առաջ պարտադիր լողանալ։ Եթե դեղերը չեն օգնում, ապա կարելի է դիտարկել իմունոթերապիայի կամ կենսաբանական բուժման տարբերակները։ Ամեն դեպքում ալերգիան այլևս սոսկ սեզոնային խնդիր չէ, այլ ավելի գլոբալ մարտահրավեր։ Թենեսիում բնակվող 78-ամյա Ռիչարդ Փալին ստիպված էր թողնել թոշակն ու դոորդաշով սնունդ առաքել ծայրը ծայրին հասցնելու համար։ Նրա կյանքը փոխվեց, երբ պատվիրատու Բրիթնի Սմիթը դրան զանգի տեսախցիկով տեսավ, թե ինչ դժվարությամբ հետարեց տղամարդը բարձրանում աստիճաններով։ Բրիթնին համացանցում հրապարակեց տեսանյութն ու հանգանակություն սկսեց, նպատակ ունենալով օգնել Ռիչարդին։ Հանրության արձագանքը շատ արագ էր։ Ընդամենը 2 օրում անծանոթ մարդիկ ավելի քան $500,000 հանգանակեցին, որպեսզի Ռիչարդն ու կինը կարողանան վերադառնալ թոշակառուի իրենց հանգիստ կյանքին։ Այդ գումարը, որը մարտի 13-ի դրությամբ հատել էր $532,000 սահմանագիծը, ֆինանսական մեծ բեռ է վերցրել զույգի ուսերից։ Նախաձեռնության հեղինակը, որը հանդիպել էր Փալիների հետ, ընդգծել է, որ Ռիչարդը ստիպված էր աշխատել ոչ թե ցանկությունից, այլ անհրաժեշտությունից։ Այս պատմությունը դարձավ վիրուսային, ապացուցելով, որ փոքր ուշադրությունը տեսախցիկի օբյեկտիվից կարող է իրական հրաշքներ գործել։ Գումարը կօգնի զույգին վերջապես վայելել իրենց ժամանակը։ Վերադառնանք Կալիֆորնիա, Հերմոսա Բիչի ծովափնյա բնակելի տարածքում տեղի է ունեցել 7 ժամ տևած լարված դիմակայություն ոստիկանության և տանը փակված կնոջ միջև։ Տանտերը դիմել էր ոստիկանություն, անհանգստանալով իր տարեց վարձակալի համար, որից շաբաթներ շարունակ լուրջ չկար։ Իրավապահները մտնելով բնակարան հայտնաբերել են տղամարդու դիակ, որի մահը ոստիկանները որակում են որպես սպանություն։ Տանը հայտնաբերված կինը ոստիկանության հրամաններին ընդառաջելու փոխարեն հայտարարել է, որ զինված է և փակվել է ներսում։ Իրավիճակը կայունացնելու նպատակով դեպքի վայր են ժամանել հատուկ նշանակության ջոկատները։ Մոտ 7 ժամ բանակցություններից հետո սպաները կարողացան տանը փակված կնոջը համոզել, որ հանձնվի։ Ներկայումս Լոս Անջելեսի շրջանի շերիֆի դեպարտամենտի սպանությունների բաժինը ստանձնել է հետաքննությունը։ Ոստիկանությունը դեռևս չի պարզել կասկածյալի և զոհի միջև կապը, ինչպես նաև այն, թե արդյոք կինը բնակվում էր այդ տանը։ Ոստիկանները շարունակում են պարզել ողբերգության բոլոր հանգամանքները։ Մոնրովիայում շան հետ զբոսնող մի կին հարձակման է ենթարկվել Կալիֆորնիայի Սև արջի կողմից։ Արջը մոտեցել է կնոջը և թաթով հարվածել նրա ոտքին։ Բարեբախտաբար տուժածի կյանքին վտանգ չի սպառնում և նա անվտանգ տեղափոխվել է հիվանդանոց բուժօգնություն ստանալու համար։ Միջադեպին արձագանքել է Կալիֆորնիայի ձկնաբուծության և վայրի բնության դեպարտամենտը։ Պարզվել է, որ հարակից տներից մեկի սեփականատերը արդեն մի քանի շաբաթ է նկատել էր, որ իր տան հիմքի տակ արջ է բնակություն հաստատել, որը հավանաբար ձագեր ունի։ Մինչ պաշտոնյաները փորձում էին թակարդ տեղադրել, մեկ այլ արջ հայտնվել է հարևան տան և հանգիստ քայլելով հեռացել փողոցով։ Մինչ ԴՆԹ թեստի արդյունքները պատասխանատուները չեն կարող հաստատել արդյոք նույն կենդանին է հարձակվել
հարձակվել կնոջ վրա։ Իշխանությունները հորդորում են նախալեռնային թաղամասերի բնակիչներին ցուցաբերել առավելագույն զգուշություն։ Իրավիճակը շարունակում է մնալ ոստիկանության եւ բնապահպանների ուշադրության կենտրոնում։ Լոս Անջելեսի արևմտյան հատվածում ֆեդերալ գործակալները հանկարծակի ստուգումներ են իրականացրել, որոնք ավարտվել են տպավորիչ առգրավմամբ։ Գործողության արդյունքում առգրավել է մոտ $300,000 կանխիկ գումար, իսկ ստուգված հաստատության գործունեությունը կասեցվել է։ Հետաքննության ընթացքում արգելանք է դրվել տեղում առկա ողջ մարիխուանայի եւ վեյփ արտադրանքի վրա։ Իրավապահ մարմինները նշում են, որ սա ընթացիկ հետաքննության մի մասն է կազմում, իսկ տվյալ բիզնեսի նկատմամբ սահմանափակումները կգործեն մինչև գործի հանգամանքների ամբողջական պարզումը։ Լոս Անջելեսի արևմտյան մասում գտնվող այս օբյեկտի շուրջ իրավապահների ուշադրությունը վկայում է տարածաշրջանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի խստացման մասին։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ ունենք հրապարակումներ, որոնք վստահ եմ կհետաքրքրեն ձեզ։ Ամերիկյան Նիսոս կորպորատիվ անվտանգության ընկերությունը բացահայտել է Հյուսիսային Կորեայի լայնածավալ աշխատանքային խարդախության սխեմա։ Ամեն ինչ սկսվեց, երբ Ջո անունով թեկնածուն դիմեց ընկերության արհեստական բանականության մասնագետի պաշտոնի, նրա վարքը կասկածելի էր։ Նիսոսը որոշեց ձևացնել, թե վարձում է նրան, տրամադրելով հատուկ հսկողության ծրագրով ապահովված նոթբուք։ Պարզվեց, որ Ջոն ոչ թե միայնակ մասնագետ էր, այլ Հյուսիսային Կորեայի հմուտ IT թիմի մի մաս, որն աշխատում էր Չինաստանից օգտագործելով գողացված ամերիկյան ինքնություններ։ Հայտնաբերվել են շուրջ 40 սարքով նոթբուքների ֆերմա տեղակայված Ֆլորիդայի տներից մեկում։ Այս սխեմաները, որոնք տարեկան ավելի քան $600 միլիոն են բերում Հյուսիսային Կորեային, արտահոսքի լուրջ վտանգ են ստեղծում ամերիկյան տեխնոլոգիական սեկտորի համար։ Կարիբյան ծովում նավարկող Star Princess զբոսանավի ուղևորների համար հանգիստն անսպասելի ընթացք է ստացել։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տվյալներով նավի վրա նորովիրուսի բռնկում է գրանցվել, որից տուժել է 153 մարդ։ Հիվանդացածներից 104-ը ուղևորներ են, իսկ 49-ը անձնակազմի անդամներ։ Princess Cruises ընկերությունը անմիջապես մեկուսացրել է հիվանդներին մինչև նրանց ապիջեցումը, իսկ դրանից հետո իրականացվել է նավի մանրակրկիտ ախտահանում։ Նավը, որը նավահանգիստ է վերադարձել անցած կիրակի, ունի ավելի քան 4300 ուղևորի տարողունակություն, իսկ հիվանդության ցուցանիշը կազմել է ուղևորների ընդհանուր թվի մոտ 26%։ Հակառակ տհաճ միջադեպին, զբոսանավն արդեն սկսել է իր նոր ճամփորդությունը դեպի Բահամյան կղզիներ։ Autumn Durald Արկապոն դարձավ առաջին կինը, որն Օսկար մրցանակ ստացավ լավագույն օպերատորական աշխատանքի համար։ Նա այս հեղինակավոր մրցանակին արժանացավ Ռայան Քուգլերի Sinners ֆիլմի համար, միաժամանակ դառնալով առաջին աֆրոամերիկացի օպերատորը, որը նվաճել է այս տիտղոսը։ Մինչև այս Օսկարի պատմության մեջ օպերատորական աշխատանքի համար առաջադրվել էր ընդամենը 3 կին։ Արկապոն, որն ավելի վաղ Քուգլերի հետ աշխատել էր Սև Հովվաս Վականդան Հավերժե ֆիլմում, ապացուցեց, որ տաղանդը եւ տեխնիկական համարձակությունը կարող են փշրել ցանկացած կարծրատիպ։ Այս հաղթանակը ոչ միայն նրա անձնական հաջողությունն է, այլև նշանակալի քայլ դեպի կինոարտադրության ավելի ընդգրկուն եւ հավասար ապագա։ Հաջորդ թիվ ձեզ հետ կաշխատի իմ գործընկեր Մանու Հարությունյանը, նա ձեզ պատմելու է այն մասին, թե ինչ է շահում ԱՄՆ-ն շարունակվող պատերազմներից։ Սա ամենահետաքրքիրն է։ Կարող է կռվել ցանկացած երկիր, երկրագնդի ցանկացած կետում, բայց կշահի Ամերիկան, թե ինչպես, Մանուն է պատմելու։ Հրաժեշտից առաջ մնում է միայն հիշեցնեմ, ձեր ցանկացած լայքն ու մեկնաբանությունը մեզ օգնում են հաջորդ հանդիպումը ավելի հետաքրքիր ու բովանդակալի դարձնել։ Իսկ եթե բաժանորդագրվեք հետաքրքիր նորությունների մասին, առաջիններից մեկը կտեղեկանաք։ Աշխարհում արտադրվող զենք ու զինամթերքի գրեթե կեսն ապահովում է Ամերիկան։ Սա ոչ թե մեծ, այլ սարսափելի մեծ թիվ է։ Բարև ձեզ։ Այսօր մեր ուշադրության կենտրոնում ԱՄՆ ռազմական արդյունաբերությունն է։ Այս ոլորտում ԱՄՆ-ն աչքի է ընկնում իր բացառիկ տեխնոլոգիական հնարավորություններով։ Այստեղ են ստեղծվում այնպիսի եզակի զինատեսակներ, որոնք աշխարհի ոչ մի այլ պետությունում բացարձակապես չեն արտադրվում։
Ամերիկյան բացառիկ զինատեսակներից են 5-րդ սերնդի F-22 Raptor գերժամանակակից կործանիչները, որոնց արտահանումն օրենքով խստագույնս արգելված է բոլորին տեխնոլոգիական արտահոսքը կանխելու համար։ Միայն ԱՄՆ-ում են ստեղծվում նաև B-2 Spirit հանրահայտ անտեսանելի ռազմավարական ռմբակոծիչները։ Եզակի են նաև Gerald Ford դասի հսկայական ատոմային ավիակիրները։ Այս զենքերը գործնականում երաշխավորում են ամերիկյան ուժերի բացարձակ գերակայությունը ողջ աշխարհում։ Ամերիկյան զինանոցը չի սահմանափակվում միայն եզակի կործանիչներով, այն ներառում է նաև չափազանց ավերիչ համակարգեր։ Այժմ անդրադառնանք այն զինատեսակներին, որոնք համարվում են մարդկության պատմության ամենամահաբեր եւ ուժեղ զենքերը։ ԱՄՆ-ն շարունակաբար զարգացնում է հարվածային կարողությունները, պահպանելով իր ահարկու միջուկային եռյակը։ Ամենամահաբեր զենքերի ցանկը գլխավորում են Օհայո դասի սուզանավերը, որոնցից յուրաքանչյուրը կրում է 20-ից 24 Trident բալիստիկ հրթիռ։ Ցամաքային ուժեղագույն զենքերից են Minuteman III միջմայրցամաքային հրթիռները, ունակ ոչնչացնելու ցանկացած թիրախ։ Աշխարհում ոչ միջուկային ամենահզոր զենքն էլ հսկայական MOAB ռումբն է, այն կոչում են անգամ բոլոր ռումբերի մայր։ Այս համակարգերը միասին հուսալիորեն ապահովում են պետության գլոբալ ռազմական զսպման հնարավորությունները։ Նման հզոր զինանոց ստեղծելու համար պահանջվում են աննախադեպ արտադրական մեծ ծավալներ եւ անսպառ ֆինանսական ռեսուրսներ։ Վերջին տարիների վիճակագրությունը փաստում է զենքի արտադրության հարցում ԱՄՆ-ն ոչ թե պարզապես համաշխարհային առաջատարն է, այլ անգամ դուրս է ցանկացած մրցակցությունից։ Զենքի համաշխարհային արտադրությունն ու վաճառքը հասել են պատմական նոր ռեկորդային ցուցանիշների։ Միացյալ Նահանգներն այս հսկայական շուկայում զբաղեցնում է առաջին տեղը, ապահովելով գլոբալ ռազմական արտահանման շուրջ 42%։ Ամերիկյան արտահանման ծավալները միանգամից գերազանցում են հաջորդող մի քանի երկրների արդյունքները միասին վերցրած։ Արտադրանքը հիմնականում մատակարարվում է Եվրոպայի, Ասիայի դաշնակից պետություններին եւ կարևոր ռազմավարական գործընկերներին։ Այս ֆանտաստիկ ցուցանիշներն ապահովվում են մասնավոր գերհզոր կորպորացիաների շնորհիվ։ ԱՄՆ գլխավոր զենք արտադրող ընկերությունները կառավարում են բազմամիլիարդանոց բյուջեներ, ստեղծելով ապագայի բացառիկ տեխնոլոգիաներ։ Մենք առանձնացրել ենք ոլորտի այն հսկաներին, որոնք անփոխարինելի դեր ունեն Պենտագոնի համար։ Եկեք մի փոքր ավելի մանրամասն ծանոթանանք ամենանշանավոր երկու առաջատար արտադրողների լայնածավալ գործունեությանը։ Աշխարհի եւ ԱՄՆ-ի խոշորագույն զենք արտադրողը հզոր Lockheed Martin ընկերությունն է, որի միայն պաշտպանական եկամուտը գերազանցում է տարեկան $68 միլիարդ։ Երկրորդ խոշոր խաղացողը RTX Corporation-ն է, ավելի քան $43 միլիարդ ռազմական եկամտով։ Առաջինն իրականացնում է F-35 կործանիչների ծրագիրը, իսկ երկրորդը հայտնի է Patriot համակարգերի արտադրությամբ։ Այս հսկաներն ապահովում են պաշտպանական հսկայական պատվերների գերակշիռ մասը։ Ռազմական արդյունաբերությունը Միացյալ Նահանգների տնտեսության ամենակարևոր ու դինամիկ զարգացող հիմնասյուներից մեկն է։ Այս ոլորտը հիմնական անփոխարինելին է։ Ներկայումս ԱՄՆ-ում օդատիեզերական եւ պաշտպանական արդյունաբերության ոլորտը եւ նրա մատակարարման շղթան ապահովում են ավելի քան 2.2 միլիոն աշխատատեղ։ Ոլորտի ընդհանուր վաճառքի ծավալը հասնում է մոտ $1 տրիլիոն, ապահովելով ԱՄՆ ՀՆԱ-ի մոտ 1.5-ից 1.6%-ը։ Տնտեսական ահռելի շահութաբերությամբ այն համարվում է երկրի ամենակարևոր արտահանող եւ արտադրական հատվածներից մեկը, գերազանցելով այնպիսի ճյուղերի, ինչպիսիք են ասենք գյուղատնտեսությունը կամ ավտոմոբիլաշինությունը։ Ամփոփելով այս ամենը կարող ենք արձանագրել, որ ամերիկյան ռազմական արդյունաբերությունը հսկայական տնտեսական գերհզոր մեքենա է։ Այն ոչ միայն ազգային անվտանգության գլխավոր երաշխավորն է, այլև գիտատեխնիկական աննախադեպ առաջընթացի կարևոր լոկոմոտիվը։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով։ Կհանդիպենք վաղը ժամը 5-ին։ Հաջողություն։